հոգեբանությունը, աշխարհի գիտությունները բերում են, ոչ թե կներեք, որ ուշացա, այլ շնորհակալություն, որ սպասեցիք, որպեսզի դու մոռանաս ապաշխարության մասին։ Մոռանաս, որ կարա ներողություն խնդրել, կներեք ժողովուրդ, այսպես ա եղել, կներեք։ Առաջ դա ոսկե բառերի մեջ էր մտնում։ Շնորհակալություն, կներեք եւ այլն։ Հիմա գնալով վերանում է այն մարդկանց թիվը, ովքեր օգտագործում են կներեք արտահայտությունը։ Մարդ ենք։ Ու մարդու ամբողջ կյանքը ապաշխարության հետ է կապվում։ Հայրմերից հետո ասում է, չէ՞։ Ինչպես մենք ենք ներում, այնպես էլ դու մեզ ների։ Եփեսացիս 4-րդ գլխում ասում է, ինչպես Տերը մեզ ներեց, այդպես էլ մենք պիտի ներենք ուրիշներին։ Ինչ որ հակասություն դուք նկատում եք, թե չէ։ Առաջինը Տերն է ներում, նոր ենք մենք ներում, թե մենք ենք ներում, նոր է Տերը ներում։ Ինչ եք մտածում, որտեվ կա տարբերություն։ Աստվածաշունչում շատ կա այդպիսի արտահայտություններ։ Դատաստան մտնելու են արդարները, մի ուրիշ տեղ դատաստան չեն մտնելու արդարները, նույնն էլ էստեղ։ Առաջինը Տերն է ներում, թե մենք ենք ներում։ Ինչի համար ներման գաղափարը ներկայացվում է Աստվածաշունչում որպես պարտք։ Պարտք են կարծես թե վերցնում, պարտքերի տակ են ընկնում։ Ու ինչ որ մեկը պիտի բերի ու փրկագնի, այդ պարտքերը փակի։ Փաստորեն մենք պարտքի տակ ենք ընկնում, երբ որ ինչ որ մեղքեր են գործում։ Մի անգամ Բուդդան գիտեք, 450-ից 550 միլիոն անձնավորություն հետևում է Բուդդային, վերջը Բուդդան մի տեղ նստած, խոսում էր բարոյական հոգևոր թեմաներից, մարդկանց հետ մոտենում է մի երիտասարդ, դուրը չի գալիս այս ամեն ինչը, այս մարդը ասես մեզ խոսում է փիլիսոփայում է ու վիրավորում է։ Մի քանի վիրավորական խոսք ասում, բարկացած գնում տուն։ Ու միջև գնալը, երբ որ այդ շարան ասում էր, Բուդդան ասում է, էլի բան ես ասելու, թե չէ։ Ասում է, չէ, արդեն ասեցի, ու հայհոյում է գնում։ Մենք շարունակում է իր թեման, Բուդդան, այս մարդը գնում է տուն, մտածում, ասում է, արդար մարդ է, բարի մարդ է, ուսուցիչ մարդ է, ինձ նեղություն չէր տվել, ոչ մի բան չէր արել, խի վիրավորեցի։ Հաջորդ օրը գնում է, ասում է, ուսուցիչ, վերջը, կներես, իմ թեման չէր, դու խոսում ես քո համար, մեջ մտա, վիրավորեցի, չգիտեմ, ստորացրի, նսեմացրի այս մարդկանց առաջ, խի տենց բան արեցիր, ու Բուդդան ասում է, վերջ, այդքան էր քո ասածը։ Ասում է, այ էդ եմ ասում, որ ու տարօրինակ մարդ ես։ Ասում է, տարօրինակ չեմ։ Պարզապես ես ոչ մեկի ստրուկը չեմ, ես ազատ մարդ եմ։ Չեմ ուզում, որ իմ տրամադրությունը դու թելադրես։ Եթե քո ասածով պիտի ես ուրախանամ կամ տխրեմ, դա նշանակում է վայ ինձ։ Նշանակում է ես չեմ ազատագրվել, որտեղ փիլիսոփաները բոլոր կրոնասերներ, այսպես ասած, ազատագրում են ուզում։ Կախված չլինել ուրիշի կարծիքից։ Չնայած Բուդդան է, բայց համենայն դեպս օրինակելի բան։ Այսինքն կախված չլինել։ Հիսուս Քրիստոսի ու քրիստոնյաների պարագայում մենք տեսնում ենք, որ ուրիշ բան է կատարում դրսում, իսկ ուրիշ բան է կատարում իրենց ներսում։ Կարող է այնտեղ, չգիտեմ, հայոյություն սպանում են եւ այլն, բայց այս մարդկանց մեջ կա խաղաղություն, որը վերից է։ Որ Հիսուս Քրիստոս ասում է, ինչպես կարող եք կոչվել Բարձրյալի որդիներ։ Որն է այն միակ ձևը, որ կարելի է կոչվել Բարձրյալի որդիներ։ Եվ որ օրհնեք թշնամիներին, սիրեք թշնամիներին, այդ ժամանակ է կարա կոչվեք։ Այդ ժամանակ թեման կբարձրանա, որ արդեն կարա կոչվեք։ Որովհետև մենք եկել ենք այս աշխարհը ընդհանրապես մեր ապրելու նպատակը ի՞նչ է, որ ներվենք ու ներենք, որ ինչ որ բանի մեջով պիտի անցնենք ու ներվենք։ Աստվածաշնչում ներել բառը շատ դեպքերում, որ շնորհը եւ այլն, նաեւ օգտագործում է թողել բառը։ Ինչի համար է թողել մեղքերը։ Ինչ կա այստեղ, որ սենց հատուկ Աստվածաշնչում օգտագործվում է հին լեզուներում, ինչպես նաև հայերենում, ներել բառի փոխարեն թողել բառը։ Այդպես է գրված է բնագրային տեքստերում։ Ահա, Աստվածաշունչը չեմ ընդունում, որտեղ չեք թողում։ Հարցը ինչու՞մ է։ Մենք ինչ եք դուք հիշում։ Երբ ձեզ վիրավորել են, թե ձեզ նկատմամբ նորմալ են վերաբերվել կամ, չգիտեմ, բարեհամբեր եւ վիրավորել են։ Դու ամբողջ կյանքդ հիշում ես։ Դա մտնում է մեջդ, դա դառնում է քո մասը։ Իսկ Աստվածաշունչը ասում է թող, այդ բառը ընդհանրապես նշանակում է ինչ որ բանը կապված է, ու դու պիտի թողես։ Հայերենում էլ եւ այլն, թողել բառը ունի նաեւ արձակել
նշանակությունը։ Ինչ որ բաներ կա քո մեջ, որ դու պիտի դա արձակես, դա թողես գնա, թե չէ կքանդես քո տունն էլ, քո կողքինների տունն էլ, ես ինչ ոնց էր ասում են, երեխաների տեղ, դու պիտի թողես դա։ Դու պիտի կարողանաս ազատագրվես։ Հիսուս Քրիստոսը հենց մարդկանց բերեց ազատագրումը, թողությունը, որ մարդ կարողանա մաքրվի։ Դարմասմա Տերը, երբ որ թողում ես, ասма սրբեք, չէ, ամեն մեղքերից։ Այսինքն, դու ինչ որ մի ոչ մաքուր բան պահում ես քո մոտ։ Հիմա եկեք նայեք մի քանի տարբերակներ, ինչպես վերաբերվել թշնամիների հետ։ Ինչպես են վերաբերվում Աստվածաշնչում թշնամիների հետ։ Երեմիայում, Սաղմոսներում եւ շատ տեղերում օգտագործվում է այսպիսի արտահայտություն, որ Տեր Աստված մի ներիր ես մարդկանց մեղքերը եւ հանկարծ չմոռանաս այս մարդկանց մեղքը։ Նեհեմիայում էլ եք հիշում, չէ՞։ Սանաբաղատի եւ այլն նրանց մեղքերը։ Դավիթն էր ասում շատ Սաղմոսներում շատ կա մի ներիր ես մարդկանց մեղքերը։ Երբ որ Սամուելը արդեն չափից շատ էր Սավողի համար աղոթում, Աստված ասեց բավական է, ել չաղոթեց իր համար։ Երբ որ Աստղերի երկնքի Աստվածուհի Աստարովթի համար կարկանդակներ էին շինում, Աստված ասեց չաղոթեց այս ժողովրդի համար։ Դա իհարկե, ասես ոնց որ ականջա կտրում, բայց այդպիսի բան կա։ Պողոս առաքյալը միտեղ քարոզելիս կարող եք նույնիսկ այդ համարները մոտս 100-ավոր կա պիտի ընկնեմ։ Պողոս առաքյալը ասում է, ինձ հակառակ կացավ այս ինչը, թող Աստված հիշի նրա մեղքերը եւ այլն։ Կան թշնամիներ, որոնք դու Սուրբ Հոգով լցված, գիտես որ այդ մարդուց փրկություն չկա։ Դա բայց մենակ Տերը գիտի։ Տերը գիտի մենակ սրտերը։ Դրա համար վերցնել նախաձեռնություն ու մարդկանց համար աղոթել, ինչպես Աստվածաշնչյան տասնյակ տեղերում, որտեղ ասում է հիշիր նրանց մեղքը չներես, կամ Տերն ասում չաղոթես նրանց համար, այդպիսի տեղեր կան ու այդ տեղերը ճշմարիտ են ու ամեն, դա մի տարբերակն է։ Այսինքն կան մարդիկ, որոնց Տերը քեզ բացում է, որ անգամ նրանց համար աղոթելն է վտանգավոր։ Շատ կա այդպիսի համարներ, չասեք գոնե մի հատ ցույց տու։ Բոլորդ է գիտեք այսպիսի համարներ։ Առաջինը։ Երկրորդ տարբերակի մեջ մտնում են այն բացական բան ասեցի, չէ՞։ Շատ նոր կտականյան ժամանակների համար բացական, բայց նոր կտականից համարներ կան, որը կփաստեն դա։ Ուրեմն երկրորդ տարբերակը ասում աղոթենք Տիրոջը, Պողոս առաքյալ ասում է, որ պրծնենք այս անիրավ ժողովրդից, որոնք հիմա էսեն են։ Այսինքն հաջորդ տարբերակը մարդը աղոթում է որպեսի պրծնի չարազգից։ Առաջի տարբերակը կային մարգարեներ, որոնք ասում են Տեր Աստված, դու գիտես, այս այն վիճակը չի, ու Տերն էլ ասում էր, հա, այս այդ մարդկանց համար պետք չի աղոթել ու օրհնել։ Կտրեց բոլորի ականջները։ Երկրորդ տարբերակը, որ պրծնենք այս անիրավ ազգից։ Այսինքն գառը պիտի չասի թող մնամ այս գայլերի հետ, Աստված ինձ բարի մտքեր տան, ու ես գայլերի հետ ապրեմ։ Տեղեր կան, երբ որ Հովսեփի պես դու պիտի փոխհարաբերություններ չշտկես, ասես պետապրեսիկին, նայ, արի իրար հասկանանք։ Հիմա դու սենց մտքեր են անցել քո մոտ, կրքեր, արի իրար հասկանանք։ Ellen White ասում է, թե ինքը չփախներ այդ պահին, եթե ինքը ուզեր բացատրվեր, ինչպես Եվան եւ այլն մեղքի մեջ են ընկնել։ Ու Պողոս առաքյալը դեպքը հիշելով ասա փախեք մեղքից։ Ճիշտ է թե չէ։ Ժամանակ կան թշնամիներ կան, որոնց պետք է փախնել։ Այդպեսի ու Տիրոջից պիտի խնդրենք։ Ու դրա մասին Դավիթն էլ ասում է փախեք։ Երրորդ տարբերակը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի 2-րդ գլխում ասում է աղոթեք բոլորի համար, որպեսզի փրկվեն։ Դրա մեջ մտնում են բոլորը, լավերը, վատերը, կիսալավերը եւ այլն։ Այսինքն աղոթքներ կան։ Մենք պիտի աղոթենք բոլորի համար, քանի որ մենք չգիտենք ով ով է։ Մենք չպիտի դատենք, քանի որ դատի ժամանակը չի եկել ու Տիրոջից հատուկ հայտնություններ չունենք, մեր պատասխանատվությունն է աղոթել բոլորի համար, որպեսզի բոլորը փրկվեն։ Ու ինչ որ պահի դրության, ինչ որ դեպքի համար չի կարելի մարդուն դատել ու ինչ որ մի բան ասել, այլ հակառակը։ Պետք է աղոթել բոլորի համար, որպեսզի փրկվեն։ Իսկ աղոթելով, երբ որ դու աղոթում ես ուրիշի համար, որպեսզի փրկվի, ինչպես պիտի վարվես այդ մարդու հետ։
պոտենցիալ փրկվողի պես։ Չէ՞։ Հաջորդ տարբերակը։ Ինչին բոլորս ձգտում ենք։ Չկարդամ հարյուրավոր համարներ։ Հիսուս Քրիստոսի դեպքը։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա այդ չարչարանքների ժամանակ, երբ որ բոլորը միջև է թքել, մրել եւ այլն ամեն ինչ ասել էին, իսկ հիմա ինքը խաչի վրա մոտակայքում գտնվում են երկու ավազակներ, որոնք երկուսն էլ հայհոյում են Հիսուս Քրիստոսին։ Տենցա թե չէ։ Հա? Ինչը փոխեց։ Խաչող հարյուրապետի սիրտը ու ինչը փոխեց ավազակների մեկի սիրտը։ Հիսուսի վարքը, երբ Հիսուս Քրիստոս ասեց, չգիտեն ինչ են անում։ Դա այն մակարդակն է, մենք եկել ենք այս աշխարհը, որպեսզի ներում սովորենք, ողորմություն սովորենք։ Մյուս աշխարհը որ գնանք, այնտեղ ներման կարիք չի լինելու, ողորմության հասկացողություն չի լինելու։ Ողորմած ատերը լինելու, շնորհած ատերը լինելու, ինչպես հավիտենության մեջ, բայց դրա կարիքը չի լինելու։ Տենց է թե չէ։ Այս աշխարհում է, որ պիտի թողես դու մարդկանց մեղքերը։ Այս աշխարհում պիտի ներես։ Հանդերձյալում այդ ամեն ինչի կարիք չի լինելու։ Միանշանակ։ Նույնիսկ աղոթքի կարիք չի լինելու, որովհետև աղոթքը դա երբ եկավ առաջ։ Այնժամ խոսում են Տիրոջ հետ։ Մենք երբ որ գնանք, Տիրոջ ներկայության մեջ եկել խոսել ենք, ոչ թե առանձին ինչ-որ միտեղ ասել ենք հայր մեր, որ երկնքում ես, մենք ենք լինելու երկնքում, ոչ թե Սուրբ լինի, այլ արդեն սրբության մեջ ենք, ոչ թե գա քո արքայություն, արդեն արքայությունը եկել է եւ մնացած ինչ որ լինի, հիմա է ժամանակն է, որ պիտի գործածվի ճշմարտությունները։ Տենց է թե չէ։ Որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռնով ունենք փրկություն նրա օրենով նրա եւ մեղերի թողություն, այս թողության բառի հետ կապված։ Մենք ունենք թողություն։ Տերը մեզ թողել է մեր մեղքերը։ Տերը իր մեջքի ետևն է գցել։ Ծովի խորքն է գցել։ Չեմ հիշի, հիշողություն է օգտագործում։ Դա չի նշանակում, որ ինքը չի հիշում։ Հիշաչարություն, հա։ Երբ որ մարդ ին հնի մեջ ապրում, շիզոֆրենիա, ինքը մեկը հնում է, մեկը նորում։ Երբ որ ինքը ապրում է հնով, երբ որ հին ժամանակ հոգևոր էր, հին ժամանակ ամեն ինչ վատ էր կամ լավ էր։ Այն ժամանակ, երբ որ Տերը հիմա է, մեր կյանքը հիմա է, նա արդեն անցել է, չեն կարա փոխենք, ոչ ապագան կարանք փոխենք եւ այլն։ Այսօրը կարանք փոխենք, որը կարող է ազդի ապագայի անցյալի վրա։ Այսօրվա ներումը ազդում է եւ նրա վրա, բայց որ ապագան գնաս հասնես ապագայում, ինչ որ դեպք փոխես ու գաս, դա արդեն մի քիչ ֆանտաստիկ ֆիլմերից է։ Ինչ ասում Պողոս առաքյալը։ Այսպես ասում։ Հռոմեացիս 12 գլխում ձեզ հալածողներին օրհնեցեք եւ մի անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք, այսինքն ոչ թե իրանք ձեր վրա ազդեն, որ դուք լացեք, այլ դա քո որոշումը լինի, որ դու լացողի հետ լացես, դա տարբերություն կա։ Մի անգամ մի քանի հոգով կանգնած խոսում ենք այսպես, մի տարեց մարդ էլ կար, այս տարեց մարդը ասում է ես երիտասարդ ժամանակ, ասում մի հատ մարդ եկավ բոյով, ասում է ինձ մի հատ ապտակեց, ասում է ոչ մի բան չասեց, իրան ներեցի։ Ոյս մեր տղաներից մեկը մի քիչ հումորասեր էր, ասում էր պապի ջան, այդ ժամանակ դու հավատացյալ էիր, ասում է չէ։ Ասում է դե ասա վախեցել ես։ Երբեմն մենք ներում ենք, որովհետև մեր քաշի չի, որտեղ մենք չենք կարա դրա տակից դուրս գանք։ Հիսուս Քրիստոսը, երբ որ խաչի վրա ասեց ներիր, որովհետև չգիտեն ինչ են անում։ Այս մարդիկ, ովքեր տեղ հավաքված էին, ներվեցին թե չէ, Տերը ներեց, Քրիստոս իրաց ներեց, ասեց ներում են, որտեղ չգիտեք, ներվեցին թե չէ, փրկվելու են այդ մարդիկ թե չէ, թե այդ մարդիկ Հիսուս Քրիստոսի գալու ժամանակ տեսնելու են նրան խոցված, չէ, ոնց որ խոցել են, այդպես էլ տեսնելու են։ Այսինքն, երբ որ դու ներում ես, չի նշանակում այդ մարդը ներվեց։ Տիրոջ ներումը որ կա, չի նշանակում որ դու ստացար։ Դրա համար սկզբից Տերը ներեց մեզ, ոչ թե մենք ուրիշներին։ Երբ որ մենք դեռ թշնամի էինք, Տերը մեզ ներեց։
Ոչ թե մենք Աստծո ընկերներն ենք եղել եւ այլն, մենք թշնամի ենք։ Այսօր շաբաթ դպրոցում մենք խոսում ենք դրա մասին, որ այնպես սիրեց աշխարհը, ոչ թե պուպուշներին, ամպոտներին, աշխարհը սիրեց։ Իսկ աշխարհը Աստծաշնչում ունի բացական նշանակություն։ Հռոմեացիս գրքում մենք կարդում ենք, չէ՞, ասում վրեժխնդրությունը իմն է, եթե սոված է, հաց տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան, այս անելով կայծեր կժողովես։ Կայծեր ժողովելը ո՞րն է։ Փաստորեն կամ ինքը հիմա պիտի դատվի, խղճի խայթը հիմա պիտի անվառի կամ մի օր կրակի կայծերի օրն է ալնելու։ Այսինքն դու տալիս ես հնարավորություն բարկության տեղ ես տալիս, ոչ թե քո բարկության, այլ Տիրոջն ես տալիս այդ դրա տեղն ես տալիս, որ Տերը գործի այդ մարդու կյանքում։ Ու Տերը փրկություն գործի այդ մարդու կյանքում։ Դրա համար վրեժխնդրությունը մերը չի։ Ու մյուս կողմից մենք իրավունք չունենք, Տերը ասում է երբեք ոչ մի արցունք չի կորելու, որ դուք թափել եք։ Դրա համար վրեժխնդրությունը իմն է։ Ու ասում է մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։ Կորինթացիս, երկրորդ Կորինթացիս գրքում ես չեմ սիրում շատ խոսել, որտեղ եթե շատ եմ խոսում, շատ եմ խոսում։ Երկրորդ Կորինթացիս գրքում, երբ որ ինչ որ մեկին որոշել էին, եկեղեցուց հանել էին ըստ երևույթին, ու այստեղ արդեն եկավ այն դեպքը, երբ որ մարդիկ էլ չէին ներում այդ անձնավորությանը։ Ու Պողոս առաքյալ հիշում եք ինչ ասում։ Պաղծել է այսպես ասած եկեղեցու անունը։ Ինչ ասում։ Սատանային մատնեկը մի ուրիշ տեղ ասում, սատանային մատնեք, որ էլի ինչ նպատակ, որ հոգին փրկվի։ Հիմա 6-րդ համար։ Երկրորդ Տիմոթեոս 2:6 բավական է այդպիսի մարդին համար այն խրատը, որ շատերից եղավ։ Այսուհետև ընդհակառակը ավելի ներեցեք, մխիթարեցեք, միգուցե շատ սատիկ տրտմությունին այդպիսին խեղդվի։ Այսինքն անգամ երբ որ մարդ մեղք է գործում, երբ որ ինչ որ հանդիմանություն է եղել, ելի դրանից հետո ավելի շատ պետք է այդ մարդը սիրվի։ Սրա համար աղաչում եմ ձեզ, որ սերը հաստատեք նրա վրա։ Ինչի համար, ես ամեն ինչի համար ասում, որովհետև նրա համար գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով գիտենամ եւ այլն, ու շարունակում է, որ սատանան ձեզ զրկանք չանի, որովհետև նրա խորհուրդներին անտեղյակ չենք։ Ուշադրեք։ Ինչպես է սատանան զրկում ու զրկանք անում սատանային, բանան, եկեղեցուն սատանան եւ ոնց է անում։ Երբ որ չեն ներում։ Պողոս առաքյալը Եփեսացիս 6-րդ գլխում ներկայացնում է հետևյալ խոսքերը. մեր պատերազմը ում հետ է։ Ինչ է նշանակում։ Այսուհետև եղբայրներս զորացեք Տերով եւ նրա զորության կարողությամբ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակենալ, որտեղ մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների։ Հարցը ինչու՞մ էր։ Մարդիկ կային, որոնք ինձ թշնամիներ տեսնում էին արյուն ու մարմին։ Պողոս առաքյալը ասում է, դուք շեղվում եք ձեր թշնամուց։ Երբ որ դու տեսնում ես զոհին, որը զոհ է իսպայն այդ մարդը չի հասկանում ինչ է անում, նույն Հիսուս Քրիստոսի խաչելու ժամանակ։ Ու այն մեկին չես տեսնում։ Այդ ժամանակ դու ընկնում ես տեղից։ Միշտ այնց անում, մարդիկ ոնց է, այս մեր թշնամին է, այս։ Կարող է այն, որ դու թշնամի չես համարում նա է, այս թշնամությունը բերում առաջ։ Կարող դու պիտի ավելի վերևից նայես, ու դրա համար ասում եք, ձեր թշնամին հոգևոր է։ Դրա համար թող Աստված մեզ օրհնի, որ Տերը մեզ ներել է, երբ որ մենք թշնամի էինք, Տերը մեզ ներել է, երբ որ մենք տկար էինք, այդտեղ տարբեր դասակարգեր է ասում, թե ինչպիսին էինք մենք։ Ու հիմա մենք պարտավոր ենք ներել նաև ուրիշին, որը մեր պես չի, մտածում, մարդ, որը թեկուզ սխալ անում, բայց դու պիտի հարգես, քանի որ ինքը մարդ է, իր որոշման համար։ Ես չեմ ասում, ասես լավ արել, բայց որ դու դատը բերես, դա արդեն մի քիչ վտանգավոր է։ Մենք կանչված ենք, Պողոս առաքյալը ասում է, օրհնության որդիներ եք, կանչված եք օրհնելու։ Այսինքն մենք պիտի օրհնենք մարդկանց։ Մենք Տիրոջից չգիտենք, ոչ գալ օրը, ոչ ով է դատվելու, ոչ այն կբացվի այդ մի օր։ Տերը այդ ամեն ինչը գիտի։ Եթե չունեք հատուկ հայտնություն, որ այս մարդը կորած է, Սուրբ Հոգին հայոյել է,
ուրեմն պետք է այդ մարդուն սիրեք։ Դա այն մեկին է պետք է սիրեք, նամանավանդ, որտեղ նրա համար է դու ես թշնամի։ Հերու թշնամիներ ման մի արի։ Թող Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք թողենք, բոլորս էլ այդ բեռը տանում ենք։ Բոլորս էլ բեռը տանում ենք, մեկը նրան է վիրավորել, մեկը նրան է վիրավորել, մեկին անմեղ են վիրավորել, մեկը մտածում որ ինքն էր անմեղ, վերջը։ Ստեփանոսը լինելով ընդամենը ըստ երևույթի հեթանոսներից եկած քրիստոնյա, որին ընտրել սարկավակ ոչ հրյա որբևարիներին հաց տալու համար, ինքը դա հասկացավ կյանքի վերջում։ Ինքը տեսավ, որ երբ քարկոծում են, ինքը հիշեց երևի պատմությունը, երևի չէր տեսել Հիսուս Քրիստոսին կամ տեսել էր, չգիտեմ, հիշեց, որ Քրիստոսը խաչողների համար էր ներում խնդրում։ Դա քրիստոնեության բարձրագույն աստիճանը, ինչին մենք ձգտում ենք։ Նույն բանը Եփեսացիս 3-ում 4-ում կա, երբ որ միջև մութը, որ ընկնում է, եւ այս մարդը դեր բարկությունը պահում է, ի՞նչ է գրված։ Սուրբ Հոգուն տրտմեցնում է, իսկ սատանային հնարավորություն է տալիս։ Մենք ներման ու օրհնության համար ենք կանչված այս աշխարհում։ Ժամանակից շուտ չդատվելու համար ենք, բայց դատողություն անելու մեղքի ու արդարության մեջ պիտի լինի շատ պարզ։ Երբեք չի կարելի ասել մեղքին արդարություն եւ հակառակը։ Թող Աստված մեզ օրհնի, որպեսզի կարողանանք այդ մակարդակը պահել, կարողանանք ներել։ Ստեփանոսի մահվան ժամանակ էլի մարդ կար, որը տեսնելով նրա քաջ մահը ու տեսնելով, որ իր ընկերներու ինքը չունեն այդ քաջությունը, ինքն էլ ապաշխարեց ու դարձավ Տիրոջ կարևորագույն առաքյալներից մեկը։ Դրա համար մենք կանչված ենք ներելու համար։ Ու Տերը ասում է վրեժխնդրությունը իմն է, երբեք մտքովը չանցնի, որ ես կմոռանա մյուսի կողմից քեզ վիրավորածն ու ցավեցրածը, երբեք, որտեղ մեր դարդը դա մարսը կմարսի, Տերը ասում է չի մարսի, ու ամբողջ աստվածաշունչը ասում է դա չի մարսի, բայց եթե դու սկսես արդեն բան անել, վրեժ առնել, արդեն կմարսի, չէ, նույնը բարությունն է, եւ որ դու բարություն անում ես մարդկանց աչքին երևալու համար, վերջ, իսկ երբ որ դու ծածուկ տեղում ես անում, այդ ժամանակ ուրիշ ձև է նայում, Տերը ասում է ծածուկում որ տեսավ, այդ ժամանակ քեզ կհատուցանե, թե չէ ինքը քեզ չի հատուցանելու, որովհետեւ ասում է արդեն մարդկանցից դու հատուցումը ստացար, արդեն ընդունեցին, որ սա բարեր արա, այս։ Թող Տերը օրհնի մեզ, ինքը մեզ ներել է, խնդրեմ։ Հիսուսը երբ որ ասեց, որ ների որովհետև չգիտեն ինչ են անում, ինչը չգիտեն, ինչը չեն հասկանում։ Այսօր մենք շաբաթը դպրոցում էլ հիշեցինք մի հատ համար, ասում է խաչի խորհուրդը, խաչվելու գաղափարը մենակ Սուրբ Հոգու իմաստության միջոցով է գալիս։ Քանի որ այդ մարդիկ Սուրբ Հոգով չլծվեցին, չհասկացան, որ Տերը կարող է խաչի ումն է խաչում, ասում է իշխանները չհասկացան, ու դեղ Սաղմոս 2-ից է բերում եւ այլն, հարց հնչում է։ Տիրոջ հայտնությամբ է լինում, որ դու հասկանում ես խաչի խորհուրդը, թե չէ մեկի համար գայթակղություն կարող լինի, մեկի համար հիմարություն։ Դրա համար Տերը թող օրհնի, որ իսկապես խաչալի խոսքը ու այդ խորհուրդը, որ մեր մեջ բացվի։ Մենք ասով որդիներ լինելով կանչված ենք դրա համար ու կարող ենք ասել Աբբա Հայր, ինչի համար, որտեվ նույն բնավորություն եք ձեռք բերում, որպեսզի կարողանանք ներենք։ Մեր քուրերից մեկը ասում առաջ, եթե մեկը մեզ, չգիտեմ, թե վիրավորում էր, խորացնում էինք, իսկ արդարացնում եք այդ մարդուն։ Բա ինքը կարող է տրամադրված չէր, կարող ինչ որ խնդիր է եղել միջև այդ, արիան է հասկանանք։ Տիրոջ օրհնությունը լինի բոլորիդ հետ, ներեք, ներվեք, Տիրոջ ներումը տրված է աշխարհի սկզբից։ Պարզապես դու ներելով Տիրոջ պատկերն ես ձեռք բերում ու կարող ես ներում ստանաս։ Դու այդ ժամանակ ես, թե չէ, շնորհով են փրկված բոլորը, բայց շնորհը կա։ Դու պետք է դա ձեռք բերես։ Թե չէ կա։ Եթե
Ներս չես մտնում արևի կամ անձրևի տակ ես։ Դրա համար եթե դու արեստական քեզ չես փակում Տիրոջ ներումից։ Վերջ, Տիրոջ նպատակն է, որ փառքից ընկածները Տիրոջ։ Փառքը դա բնավորություն է, Մովսեսին ասեց, չէ՞, էլի մտնեն փառքի մեջ։ Էլի մտնեն նույն էության ու բնավորության ու չասեն։ Հիշում ես 5 տարի առաջ դու սենց ասեցի, նայ դու հիշում ես 5 տարի առաջ, վերջ։ Դա գիտության ժամանակները Տեր անտես արել։ Չենք հասկացել իրար, կներես, ոչ թե եւ այլն, հոգեբանական ինչ որ ոնց պատասխանեմ այս հարցին։ Ալիսա, ոնց պատասխանեմ այս հարցին, չէ՞։ Կներես, սխալ եմ արել։ Նույնը Տիրոջը։ Երբ որ կարող է կողքին ասեն կներես, դες կարող Տիրոջ ասեն կներես, Տեր ասում սխալ եմ արել, ինձ ուղղորդի քո շնորհով հինը մոռանամ, նորը հաղթարեմ եւ այլն։ Կարիք ունենք ու առավելություն ունենք այսօր իմանալու Քրիստոսի մասին որ ներեց։